Ավելի քան 187 միլիոն 506 հազար դրամի հափշտակություն Մեղադրյալի աթոռին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժնի պետ, գլխավոր հաշվապահ Տիգրան Գալստյանն է։ Գլխավոր հաշվապահ Տիգրան Գալստյանը օժտված լինելով կոմիտեի անունից իրավունք, պարտականություն և պատասխանատվություն առաջացնող գործառույթներ կատարելու լիազորությամբ չօգտագործված և տնտեսված դրամական միջոցները բյուջետային տարվա վերջին աշխատանքային օրը չի վերադարձրել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, փոխարենը վերադարձված 212 միլիոն դրամ գումարից, ինչպես նաև կոմիտեի գանձապետական այլ հաշիվներից կազմել և կոմիտեի գլխավոր քարտուղարների պաշտոնները զբաղեցրած անձանց հաստատմանն են ներկայացրել կեղծ նպատակ դաշտերով վճարման հանձնարարագրեր։ Տարբեր ժամանակահատվածներում պաշտոնավարած գլխավոր քարտուղարները տեղյակ չլինելով Գալստյանի հանցավոր մտադրությունների մասին, չունենալով ներկայացված վճարման հանձնարարագրերում նշված ստացողի հաշվեհամարի պատկանելությունը ստուգելու հնարավորություն, անզգուշությամբ հաստատել են ներկայացված հանձնարարականները։ Հաստատել են ընդհանուր 212 միլիոն 106 հազար դրամի վճարման հանձնարարագրերը, որի արդյունքում 2019 թվականից մինչև 2024 թվականներին ընկած ժամանակահատվածում նշված գումարները փոխանցվել են գլխավոր հաշվապահ Տիգրան Գալստյանի անվամբ Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերում բացված թվով 4 հաշվեհամարների և փոխանցված գումարներից նույն ժամանակահատվածում ընդհանուր 187 միլիոն 506 հազար դրամը խարդախության եղանակով հափշտակել է գլխավոր հաշվապահն ու տնօրինել սեփական հայեցողությամբ։ Ֆինանսների նախարարության ֆինանսա-բյուջետային վերահսկողության վարչության աշխատակիցների իրականացրած ստուգումների ընթացքում գլխավոր հաշվապահը ստուգող խմբի ղեկավարին է ներկայացրել կեղծ վճարման անդորրագրեր, իբրև առհաշիվ եղանակով իր հաշվեհամարին փոխանցված գումարներն ուղղվել են ըստ նպատակային նշանակության։ Մինչդեռ ներկայացված անդորրագրերի իսկությունը կասկած է հարուցել ստուգող խմբի մոտ և դրա ստուգման արդյունքում իրականացված նախաքննության արդյունքներով լիովին հաստատվել է գլխավոր հաշվապահի ներկայացրած անդորրագրերի կեղծ լինելու հանգամանքը։ Նախաքննության ընթացքում կոմիտեի գլխավոր հաշվապահ Տիգրան Գալստյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնական դիրքի օգտագործմամբ, խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու, իսկ գլխավոր քարտուղարների նկատմամբ պաշտոնական անփութության համար, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս։ Նախաքննության սկզբնական փուլում մեղադրյալ Տիգրան Գալստյանի նկատմամբ կիրառվել են անազատության հետ կապված խափան միջոցներ, այն է տնային կալանք, որը հետագայում փոխարինվել է կալանքով, իսկ հետագայում կիրառվել են համակցված այլընտրանքային խափան միջոցներ, պաշտոնավորման կասեցում և բացակայելու արգելք։ Տիգրան Գալստյանի պաշտպան Սերգեյ Մարաբյանը լուրերի հետ զրույցում նշեց, դիրքորոշում հայտնելու իրավասություն դեռևս չունի։ Մեղադրյալ Գալստյանը պետությունից հափշտակած ավելի քան 187 միլիոն 506 հազար դրամից վերականգնել է 110 միլիոն 100 հազար դրամը։ Պատրաստակամություն հայտնել դատական քննության ընթացքում վերականգնել գույքային վնասի մնացորդը։ Տվյալ ժամանակահատվածում կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնները զբաղեցրած երկու պաշտոնյայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնական անփութություն կատարելու համար, որի արդյունքում անզգուշությամբ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս։ Նրանցից մեկի նկատմամբ ընտրվել է համակցված խափանման միջոց, պաշտոնավարման կասեցում, բացակայելու արգելք և 2 միլիոն դրամ գրավ։ Մյուս գլխավոր քարտուղարը հետախուզվում է։ Քրեական վարույթի նախաքննությունը ավարտվել է։ Հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և ուղարկել դատարան։ Քրիստինե Թորոսյան, Արման Թովմասյան, լուրեր։